Գտնում ենք Մովսես Խորենացի 20 հասցեում։ Եկել եմ կանգնել բորդուրին ու մնացել եմ բորդուրին։ Իջնելու համար թևերը ոտերա պետք։ Թևերը կա, ոտեր չկա։ Շատ բարձր է։ 30 սանտիմետր ժողովուրդ էս մեքենայով գամ իջնեմ շուռ կգամ։ Ինչ եք անում։ Հա, այնքան չէ, այս գիծը չափի։ Գիծը ընդհանուր չափի։ Չէ, դա արդեն պետք չի։ Ստե Արախր ձևել չկա, այս ծառը ստե դրած է բետոնով։ Ինքը ուզի, այս կողմից չի կարա թե կարտականի, այն մի կողմից չի կարելի։ Ինչ անի այս մարդը։ Հիմի նայ, եկել եմ տուպիկի մեջ եմ այստեղ հայտնվել։ Իբր ոսկու աշխարհն է։ Ոչ կարամ բարձրանամ, ոչ կարամ իջնեմ։ Դեմը բետոնից ծառն է։ Որ ասեմ թե կարտակը երկար անեն, ձև չունի անելու։ Այն կողմից դնեն, խանութի դուռն է փակվում։ Հնարավոր չի, ստե ինչ որ բան ձևափոխել էլի։ Տուպիկ է։ Ուզենք տուպիկ է, ոչ մի ձևի չի կարում։ Մեջտեղից պիտի անի ստիպված երկար անենք։ Ժողովուրդ ջան, սենց պայել ենք հանդիպում, որ քաղաքի ուղղակի ոչ ճարտարապետությունն է թույլ տալի, ոչ մնացածը։ Մեջտեղից եթե բացենք, միակ հնարավոր տարբերակն է։ Այստեղ ասեմ, տեսեք բետոնները դրած ծառերի մեջ է, դիմացի էմիս կողմը խանութն է, խանութի դուռն ենք փակում։ Մեջտեղից կարելի է մատ սիրուն թեքություն սարքել, կամ ընդհանուր կարելի է մատ թեքություն վերցնել, մոտ 1.5 մետր լենությամբ։ Հիանալի բան կդառնա, թե չէ։ Հա, ասում ես երկու կողմանի, այ մի կողմից էլ է տենց։ Ես հիմա 2750-ամյակի այգուց դուրս եմ եկել։ Միջև ստե ես փողոցով եմ եկել, որտեղ սկզբից մայթ չկա ընդհանրապես։ Խորենացի փողոցը սենց պրոբլեմի առաջ է ինձ կանգնացել։ Բա, գնացինք առաջ։ Ժողովուրդ, հասարակ խանութ է։ Հասարակ խանութ։ Ռեզինը տենում եք։ Երկու կողմանի թե կարտակ է սարքեմ արդեն։ Մի աննշան գումար է ծախսել։ Մի աննշան։ Բայց ինչ հարմարություն է ստեղծել, չէ՞։ Այսինքն մի կողմից բարձրանաս, մի կողմից դուրս եկածող լինի, ընդհանրապես ոչ մի բան չի խանգարի։ Շատ շնորհակալ ենք, ես ինչ հիանալի միտք։ Здесь весь тротуар поменяли. Всё. Մենք հիմա ժողովուրդ Ագատանգեղոսի փողոցում ենք, եթե նկատում եք, Խորենացից թեքվել ենք։ Լրիվ հիմնական ծայրից ծայր փոխվել է փողոցում ամեն բան։ Տեսեք ծառերը ոնց են փակվել։ Այս երկաթները, փառքաստու այս երկաթները որ կա, ծառերի այդ արմատները փակում են, պատկերացրեք այս մեծ տարածքից մնացել է մի հատ փոքր տեղ։ Առաջ գալիս ենք փոսի մեջ ենք ընկնում, հիմա բոլորը փակա։ Տենում եք մայթը ինչքան է լենացել ու հարմարացել։ Բոլոր ինչ ասեմ, կատարյալ հարմար են սարքել էլի։ Տեսեք ինչ լայն մայթ է, ինչ հանգիստ գնում ենք։ Բոլոր կողմերով կարող եմ գնալ։ Ծառերի մասը մի փոքր թողել են ծառի համար, մնացած փակել։ Շատ գրագետ մոտեցում է։ Շատ գրագետ, շատ սիրում։ Այնքան է փողոցի ամեն մի հարմարության մասին մտածել, որ անգամ մեր ծառն են թողել։ Ովքեր այս փողոցով անցել են, խաղաղ բազը գիտեն։ Այս քաղաքի ամենահայտնի վայրերից մեկն է, որ ուղղակի մի ուրախություն։ Մայթի կեսի չաթը բռնած է, ժողովուրդ։ Բայց դաժե այդ պարագայում ոչ մի բան չեն արել, քաղաքական
իշխանությունները թողել են ծառայել, դրա համար շատ շնորհակալություն, որտեղ ոնց որ անապատի մեջ մի հատ փոքր օազիս են, էլի, իմ ծառերը այդքան բան չեն անում ինչքան էս։ Ամեն անգամ տենալուց ուրախանում եմ։ Միշտ էս քանի տարի է ես ինչ հիշում եմ մանկությունից էսի կա։ Ու սենց հավեսով աճում եմ։ Դոզույց։ Հիմա գնանք տերմինալ 5-ը ստուգենք, հուսով ենք կանք մտնենք։ Որովհետև այն տպավորությունն է, որ նոր շենք, հա։ Իսկ նոր շենքերը պիտի որ թե մուտքերը, թե անցումները ամեն ինչը հարմարեցված լինեն։ Հուսանք։ Մի շատ խելոք մարդ բերե հենց թե քարտակի դեմը հեծանի վրա կանգնած է։ Кайф. Դզեց։ Вообще սուպեր։ Տեսեք տերմինալ 5-ը ինչ լավ են սարքել, մուտքը ամեն ինչ հարմարեցած։ Նե։ Ստե մենք ունենք վերելակներ, որ կանանք մտնենք ցանկացած հարկ բարձանանք, քանի թույլ են տվել, նկարում ենք։ Mən պատկերացրեք, ես կարամ մտնեմ ու սայլակով բարձանամ վերևի հարկ, ցանկացած հարկ։ Փաստորեն ժամանակակից ամեն ինչով ապահովված է։ Քանի որ մտանք ներս տերմինալ 5-ից, մենք փորձեցինք ճշտենք, եթե մուտքը հարմար է, վերելակը հարմար է, ընդհանուր տարածքը մանգալու համար հարմար է։ Վերևում բիզնես կենտրոններ մի քանի հարկ։ Մեզ հետաքրքրում էր ամենագլխավոր հարցերից մեկը, իսկ տուալետները հարմարեցված են, թե չէ։ Պարզվեց կողքի մուտքից Carrefour-ով մտնում եք, բարձրանում եք երկրորդ հարկ վերելակով, հատուկ հարմարեցված տուալետ կա։ Брат, буксует, не знаю почему. Завтра колесо поменяю. Ժողովրդյան, տեսեք, Ռասիա մոլը փողոց են անցնում ենք սկզբից մինչև վերջ։ Հսկա խանութներ, հզոր խանութներ, ամեն ինչ։ Մի քաղաք հաստե կարելի ասել, բայց ընդամենը մի հատ մուտք է այն ամենավերջից, տերմինալ 5-ի մոտից։ Մենք ոչինչ բանից չենք կարող օգտենք, չնայած կարելի է ուղղակի մի հատ փոքր վերելակ դնել էս մի կողմը։ Պատկերացրեք, մեզանից բացի բավական մեծ քանակությամբ մարդիկ են գալի, որոնք տարիքով մեծ են, առողջական խնդիրներ ունեն։ Իրանք էլ աստիճաններով իջնելու բարձրանալու խնդիր կունենան։ Նշանակեք հատուկ մարդիկ, որ երեխաները չխաղան այդ վերելակների համար։ Դու ինտերնետի մի անա, օպերատորը նստի, ոնց որ հետևում է բոլոր բաներին, ասենք, տեսախցիկներին։ Ինքը հետևի, եթե մարդը իրոք եկել է դրա կարիքը ունի, վերելակ աշխատացնի, այդ մարդկանց իջացնի, բարձրացնի։ Շատ հիանալի կլինի։ Մարդիկ գալիս են իրենց երեխաների հետ սայլակի մեջ։ Քնածա, նորածին երեխա, ինչ եք մտածում, աստիճանները ոնց իջացնի։ Եկեք այդ հարցին լուծում տանք։ Փառք Աստծո, այս խանութները բավականին մեծ շրջանառություն են ապահովում, բավականին մեծ գումարներ։ Մի վերելակ, փոքր վերելակ ուղղակի տեղադրելը չեմ մտածում պրոբլեմ կառաջացնի։ Տես ներքևը որ նայում ենք, ընդ թե քարտակ է սարքած։